Ժորժան, շնորհակալություն։ Քրիստինեն մի բան ասեց Գորիս Կապան ճանապարհի մասին։ Մենք մի թքող պաշտոնյա ունենք, որ ասաց, որ մենք ենք հանձնել։ Երևի իրենց կարծիքով ճիշտ են արել, որովհետև վերջը ձմեռը ձունգա պիտի ճանապարհը մաքրեն, որ փոսերանի պիտի լատկա դնեն, այս անեն, այն գլխից հանձնեցին, թո Ադրբեջանը տարապի այդ ճանապարհը պահելով, սպասարկելով։ Երևի սա է սրանց տրամաբանությունը։ Եթե տրամաբանությունը սա է, ուրեմն հերթովսյունիկ, Վարդենիս եւ այլ, սենց գալով են, հանձնելով։ Որովհետև այդ շնորհքը իրենք չունեն, հող պահելու, երկիր պահելու եւ պաշտպանելու։ Հիմա ես առաջարկում եմ մի շատ բարձ վարժություն անենք։ Երեք օրինակ կբերեմ հասկանալու համար սրանց կառավարման շնորհքը ինչպիսինն է։ Փորձեք պատկերացնել, թե Արցախի հարցում ամենից վատ սցենարը որը կարող էր լինել։ Երևի այն ինչ եղավ, չէ՞։ Դրանից վատ սցենար ուղղակի չկար։ Փորձենք պատկերացնել, թե ամենից վատ սցենարը, երբ կա պատերազմ, որն է եղել 44 օրվա օրյա պատերազմի համար։ Երևի այն ինչ ունեցել ենք 5000-ից ավելի զոհ, հսկայական տարածքների կորուստ, 12000 վիրավոր եւ 150,000 փախստական։ Համամիտ եք, որ սա վատագույն սցենարն էր, որը հնարավոր էր ուղղակի պատկերացնել։ Հիշեցնեմ եւս մենք հանգամանք, արդեն մոռացել ենք երևի, կովիդի դեմ պայքարը։ 3 անգամ ավելի շատ մահացածներ, քան միջին աշխարհում էր։ Երևի եւս վատագույն սցենարն է։ Հիմա այսօր այս ղեկավարը երկրի, այսպես կոչված առաջնորդը, վատագույն սցենարների որպետ է։ Բազմաթիվ սցենարից այս մարդը միշտ ընտրում է վատագույնը։ Սա ենք մենք ուզում։ Սա արդեն խասյաթ է։ Ես կարող եմ շատ այլ օրինակներ բերել, բայց այս երեքը վառ ապացույցն է, որ ինչից սա կպնում է մահ է բերում։ Եվ իր մահացո հաղթարշավը ինքը սկսել է մարտի 1-ին։ Հրահրեց ոստիկանների հետ բախումներ, 10 հոգու զոհաբերեց, ինքը փախավ։ Սա է այս մարդու խասյաթը, այս մարդու տեսակը։ Եվ չբավարարվեց։ Ենթադրում են, որ հերոստատի փառքը իրեն հանգիստ չի տալիս։ Մասշտաբները պետք է մեծացնել կորուստների, մահերի, տարածքային զիջումների։ Այսպես ասենք, մարտի 1-ը տրեյնինգ էր փոքր ծավալի մեջ, մեր ժողովրդի վրա, մեր քաղաքացիների կյանքի վրա։ Ուրեմն, եզրակացությունս հետևյալն է, այս մարդը այլ կերպ ապրել չի կարող։ Նա պետք է հրահրի բախումներ, նա պետք է տարանջատի ժողովրդին, պետք է թշնամություն սրմանի, ինքը քայլող ատելություն է, քայլող թշնամանք է, քայլող պատոհաս է։ Սա ենք մենք ուզում։ Հիմա նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն։ Հետևողականներն փորձում է փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչի համար չեմ հասկանում։ Երևի ցանկությունը հետևյալն է, Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալու համար։ Պետք է դա հայ ժողովրդին։ Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ եւ Բրյուսելի հետ, եւ Վաշինգտոնի հետ, եւ Մոսկվայի հետ։ Եվ դա հնարավոր է։ Մենք դա արել ենք։ Նույնիսկ շատ բարդ աշխարհաքաղաքական վիճակներում։ Այն ինչ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը, մեր
գյուղատնտեսությանը հսկայական հարված է հասցնելու։ Ինք չի հասկանում, թե ինչ է գյուղատնտեսությունը։